Հուլիսի 1-ից Գյումրու քաղաքապետի, համայնքապետարանի ամբողջ անձնակազմի եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 30%-ով։ Գյումրու Ավագանին այսօր ի թիվս 30 այլ նախագծերի ընդունեց նաեւ այս հարցը։ Վերջապես հաստատվեց նաեւ քաղաքի 2025-ի բյուջեն։ Ավելի քան 9 միլիարդ դրամ, որից 7 միլիարդ 858 միլիոնը եկամտային մասը, 2024-ի համեմատ բյուջեի աճը 1 միլիարդ 22 միլիոն դրամ է։ Խստապահանջ են լինելու գույքահարկը, հողի հարկն ու աղբահանության վճարը պետք է բոլորը վճարեն, հայտարարեց Ղուկասյանը։ Ուրեմն մոդելը Ղուկասյան Գևորգը, Ղուկասյան Վարդանը։ Հետո այստեղ քաղաքում մի հատ անուն չպիտի լինի, որ հանկարծակի ես չկարողանամ իրանից գումար վերցնել։ Սկսում ենք իմ ազգանունից ու գնում ենք մնացածի հետևից։ Այս սկզբունքը կիրառելու ենք։ Ես հիմա ասել եմ քաղաքապետարանի ամբողջ աշխատողների աշխատավարձը, որ տալիս ենք, իրանցից սկսում ենք իրենցից։ Գույքահարկ, հողի հարկ, տուրքեր, աղբիվարձ, ուրեմն իրենցից իրենք մեկից աշխատավարձը ստանալուց սկսում են մուծելը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն անդրադարձավ աշխատավարձերի խնդրին։ Եթե քաղաքապետարանի հաստիկացուցակը վերանայեն, ավելորդ հաստիկների փոխարեն կարելի է մյուս աշխատողների աշխատավարձն ավելի բարձրացնել։ Այլուրավոր հաստիկներ կան, որոնք ստեղծվել են այս մարդու բարեկամի, մյուսի խնամոց, նշած ընտրություններին ձայն ապահովելու համար եւ արագ հաստիկներ կան։ Տեղական տուրքերի դրույքաչափը սահմանելիս քննարկվեց շրջիկ առևտրի հաշվառում չունեցող ու չհարկվող կետերի հարցը։ Հարկավորողների 70%-ը հաշվառում չունեն, որևէ վճար չեն վճարում համայնքի բյուջե եւ խնդիր են ստեղծում մարդիկ կողքը խմում են, բաժակները, կտալները գցում են եւ հաջող քաղաքը ավելի երևում է, որ հավատված չի, աղքուտակված է, բայց պատճառը հենց այդ սրճեփ սարքավորումներ են։ Բոլորին բերելու են հարկային դաշտ, ասաց Վարդան Ղուկասյանը։ Քաղաքացիական պայմանագրից Քնարիկ Հարությունյանն էլ անդրադարձավ ավտոկայանատեղիների խնդրին, ովքեր են հարկ հավաքում եւ ուր է գնում փողը, որ չի մտնում քաղաքի բյուջե։ Ինչ ճանապարհ է անցնում եւ ինչ խողովակներ են այդտեղ աշխատում։ Որ հիմա մի քիչ խորանում եմ, տեսնում եմ, որ մարդիկ կան, որ անում են գործը։ Ես չեմ ուզում ասել, թե ում հետ են արել, բայց որ քաղաքապետարանը իրոք նրանց այդ մասնակից եւ համապատասխան կառույցները, որ մինչեւ այսօր այդ մարդիկ կանգնած գործունեություն են ծավալում, դա փաստ է։ Հիմա ես չեմ ուզում բարձրաձայնել, բայց ես ուզում եմ օրինական դաշտ բերել։ Քնարիկ Հարությունյանը անդրադարձավ նաև անցած տարի քաղաքացիական պայմանագրի նախաձեռնությամբ դատարան ուղարկված 24 հայցին, որոնք վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետերի օրոք Ավագանու կայացրած որոշումներին։ Ասաց, որ գործը դատարանում է եւ դատական պրոցեսների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է Ավագանու որոշում, լիազորել փաստաբանին, համայնքի շահերը ներկայացնել դատարանում եւ համայնքապատկան գույքը հետ վերադարձնել։ Առաջիկայում այս հարցով արտահերթ նիստ կհրավիրվի, ասաց Հարությունյանը։ Ակնկալում ենք, որպեսզի դուք եւս մասնակցեք, եթե իհարկե շահագրգիռեք, որպեսզի համայնքային հողերը, գույքը հետ վերադարձվի համայնքին։ Ընտրությունը ձերն է։ Ես մասնավորապես նաեւ այս դեպքում խոսք ունեմ ասելու կոմունիստական կուսակցություն խմբակցությանը, քանի որ գիտեք, որ այդ գործերով անցնում է նաեւ պարոն Ղուկասյանը, եւ եթե դուք դեմ քվեարկեք կամ չմասնակցեք այդ նիստին, դա ուղղակիորեն կնշանակի, որ դուք խոչընդոտելու եք գործի քննության ընթացքին, իսկ այդ դեպքում կլինեն իրավական ու նաև քաղաքական կոշտ գնահատականներ։ Ես առաջարկում եմ ուղղակի քաղաքական պատվեր, որ դա անում են անձերի նկատմամբ, մի հատ այդ նիստը գումարենք, հատիկ այդ գործերը քննարկենք, հաստատքները ամբողջությամբ ակտիվներից հանենք, միասին բոլորս հասկանան։ Ղուկասյանն այդ ցանկին ավելացրեց եւս մի քանի անուն՝ մանկավարժականի նախկին շենքի տրամադրման հիմքերը, կինո հոկտեմբերի վաճառքն ու վերավաճառքը, Շիրակ ֆուտբոլային մարզադաշտը եւ այլն։ Քաղաքացիական պայմանագրից համաձայնեցին քննարկել բոլոր անունները հատ-հատ, գույքը, վաճառքը եւ վարձակալությունը բերել օրինականության դաշտ։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։